Այսօրվա մեր հյուրն է ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը։ Ողջույն, սիրելիներս, ուրախ կլինեմ լսել ձեր կարծիքը իմ այս մտքերի մասին։ Արևի նման նայեցեք աշխարհին։ Պետք է կարդալ, միշտ կարդալ, ամեն մի կարդալը մի բան է տալիս ու աննկատելի կերպով անբարվում բան դառնում։ Չափը կյանքում ամեն բանում կարևորագույնն է, չափը, ոսկե սանձը, մարդ երբեք ձեռից բաց չպետք է թողնի։ Երջանկության աղբյուրը մարդու իրեն սիրտն է, և մեծ ու հարուստ սիրտ ունեցող մարդիկ կարող են վշտանալ, շատ վիշտ ու ցավ ունենալ, բայց երբեք դժբախտ չեն լինում նրան։ Անհունության գաղափարը մեծ գաղափար է, մի ժամ մտածելը շատ ծանր բան է, խելագարության հասցնող բան։ Մարդիկ սովորություն չունեն երկնքին նայելու, մինչդեռ շատ կարևոր է։ Ինչպես ասել է ամենայն հայոց բանաստեղծը, արևի նման նայեցեք աշխարհին։ Թումանյանը նկատի ունի, ինչպես արևն է ջերմացնում աշխարհը, այնպես էլ մենք ջերմացնենք սիրով ու բարությամբ։ Ինչպես ասել է Պարուս Սևակը, աշխարհին այնքան բարություն է պետք։ Գրել են Սոկրատեսի այս խոսքերը, ամեն մարդու մեջ էլ արև կա, պետք է միայն թույլ տալ, որ այն լույս տա։ Մեծն բանաստեղծն ասել է, պետք է կարդալ, միշտ կարդալ, ամեն մի կարդալը մի բան է տալիս և աննկատելի կերպով անբարվում բան դառնում։ Մեծն Թումանյանը նկատի է ունեցել, գիտելիքը միակ զենքն է, որ կարող է մեզ պաշտպանել։ Գիտելիքը ուժ է։ Գիտելիք ենք անբարում կարդալու միջոցով։ Գիրքը մեր լավագույն ընկերն է, պետք է միայն կարդալ։ Որոշ ժամանակներում արտիական է Թումանյանի այս խոսքերը։ Չափը կյանքում և ամեն բանում կարևորագույնն է, չափը ոսկե սանձ է, մարդը երբեք ձեռքից պետք է բաց չթողնի։ Ժողովուրդն ասում է, ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ։ Չափն ասել է երբեմն բերում է անդառնալի հետևանքների։ Երջանկության աղբյուրը մարդու իրեն սիրտն է, և մեծ ու հարուստ սիրտ ունեցող մարդիկ կարող են վշտանալ և շատ վիշտ ու ցավ ունենալ, բայց երբեք դժբախտ չեն լինում նրանք։ Մեծ սիրտ ունեցող մարդիկ երբեք դժբախտ չեն լինում։ Միշտ հաղթարած մարդը դժբախտ չի կարող լինել։ Ինչ էր մտածում Հովհաննես Թումանյանը այս տողերը գրելիս։ Անհնության գաղափարը մեծ գաղափար է։ Մի ժամ մտածելը շատ ծանր բան է, խելագարության հասցնող բան։ Մարդիկ սովորություն չունեն երկնքին նայելու, միշտեր շատ կարևոր է։ Գուցե նա մտածում էր հոգու անմահության մասին։ Պետք է կարդալ, միշտ կարդալ։